անում, ասենք LinkedIn-ից բերում է եւ email-ը եւ հեռախոսահամարը եւ անուն ազգանունը, Instagram-ի դեպքում Instagram-ի պրոֆիլը, անուն ազգանունը, email-ը, եթե բաց դրած է այդ դեպքում տենց տարբեր, նույնը Facebook-ը։ Ու Instagram կարանք այդ պրինցիպով շարժենք, ինչ որ մի քանի պրոֆիլ ունենանք, այդ պրոֆիլի սաղ նորցած պոստերի լայքողներն ու կոմենթողներն տես target-վի, կամ կարանք բան անենք, կամ ինչ որ մի հատ բանի follower-ներ, այդ follower-ների տես գնանք, բայց երբ follower-ներ հետաքրքիր չի լինի, ստեղծես կոնկրետ այդ դպրոց այցելողներն են, չէ՞ պետք։ Մեզ հա follower-ներն է, հստակ follower-ներն է պետք։ Հա, Այսինքն տենց ենք տալի follower-ներ, որի ցանկի մեջ բաժանում ենք երկու խմբի, մեր գովազդային արշավը, գովազդային արշավ, որը որ միտված է հենց երեխաների համար ու գովազդային արշավ, որը որ ծնողների համար է իրանց, այնի լրիվ ուրիշ մեսիջ է ուղարկում, այնի լրիվ ուրիշ մեսիջ է ուղարկում, էլի, հա, որ կարողանանք նենց լինի, առանձնացնենք ու գնա, օրինակ ինքը այդ լիդ գեներատորը, ռոբոտը, որ գնա հասկանա մեծերին առանձին ցանկ սարքի, փոքրերին առանձին ցանկ սարքի, էլի, հա։ ըստ տարիքայինների, էլի։ Բայց ինստանտ դոստուպ տալիս է այդ բանին լիդ գեներատորին, որ ինքը մտնի, թե ինքը ենթադրում է, օրինակ բացում նկարը նայում է, ենթադրում է, որ էսի մեծ տարիքով կլինի։ Չէ, տարիքի մասին չեմ կարող ասեմ, իրականում էլ պետք է ուսումնասիրենք։ Ինստան իր բանը չի տալիս, տարիքը չի տալիս, բայց ինչ որ ձևերով կկանենք էլի հասկանանք երևի։ Այդ մի հատ բան կանենք, ուսումնասիրություն կանենք, ասենք էլի ինչ այդ սաղից ինչն է, հենց հստակ հնարավոր, ինչն է պետք է ինչ որ մի ձև շրջանցել։ Տենց, այդ մասով տենց, բայց մի հատ երևի ավելի հարմար կլինի սկսենք այդ բիզնեսներից, էլի ամենասկզբից, հիմա Շատ լավ։ քեսից խոսացինք, հատենանք հեչ ինչ կա չկա, կարող է լիքը տարբեր առաջարկներ մտքեր, էլի հենց չէ։ Ուրեմն մի բիզնեսը մեր սպորտային ակումբ է, երկու մասնաճյուղ ունենք ձյուդոյի, սպորտային ակումբում AI-ով մաքսիմում որ բան լինի մարքեթինգի աշխատողների վիդեոների բաները պետքա պրոցեսները լինի ու ընդունելության պրոցեսներն է, որը որ որը որ ես դες ասացի։ Իսկն վաճառքի թիմի ու մարքեթինգի թիմի օգնությունն է, թե չէ սպորտային ակումբի աշխատացման պրոցեսում ինքը սպորտային կրթություն է, չեմ կարծում AI-ը ինչ որ մի բան հա, բանանի, ճիշտ է, բնականաբար մարզիչներին նոր տեխնոլոգիաները, մարզումների, օրինակ հետաքրքիր խաղեր, բաներ, սենց մարզումներից խաղեր, վիդեոներ, բան Google-էլ կարան անեն գտնեն, ինձ թվում է, անպայման չի AI-ը ոչ հորինելու է, ոչ էլ փորձի հիման վրա ստանալու են Հա, այդ հասկանալի է։ մեկը դա է, մյուսը ամառային ճամբարներ է, որը որ էլի մենք Տիգրանի հետ էլ խոսեցինք, երևի թե հունվարին անպայման ես ձեզ հյուր կգամ, դաժե հունվարին չէ, դաժե դեկտեմբերի, կես նոյեմբերի մի հատ անցկացնեմ մի քիչ ծանր շրջանան, դեկտեմբերին անպայման ձեզ հյուր կգամ, Տիգրանի հետ կհանդիպենք, հասկանանք, թե ճամբարի 7-օրյա ճամբարի ընթացքում միգուցե 7 օրը սարքենք 10 օր, եթե ծրագիր լինի, որ կարողանանք ծրագիր իրականացնել Արմենյանն այդ ճամբարի հետ, որ երեխեքին AI գրագիտություն սովորացնենք, հասկանանք ինչ կարող ենք անել, ինչ գործիքներ կարող ենք կիրառել, հա դա անելու ենք հեռախոսների միջոցով, թե հնարավոր է նոթբուքները, թե պարտադիր է, հասկանանք ոնց ենք այդ խնդիրները լուծում, որովհետև քանակությունը մեր մոտ ճամբարի 50-60 երեխա լինում են ամեն հերթափոխի ընթացքում, ինձ թվում է ավելի հեշտ է լինելու հեռախոսներով ու ավելի տեսական դասեր ու գործնականը լինի արդեն հեռախոսներով, դի ծրագիր գրենք, հասկանանք ինչ ենք տալիս երեխեքին, քանի օր է լինում, քանի ժամ է դա մեզանից խլում, որպեսզի կարողանանք համակցենք մեր ճամբարային ծրագրի հետ, որովհետև շատ խիտ ճամբարային ծրագիր մենք ունենք, Հա, այնպես չի լինում, որ երեխեքը պարապ մնան ու այնպես էլ չի լինում, որ մի բանից անեն մի քանի անգամ, հա, օրինակ հասարակ դաշտում, որ պետքա ֆուտբոլ խաղան, 7 օրվա մեջ 1 կամ 2 անգամ մաքսիմում խաղան երեխեքը 7 օրվա մեջ, որտեղ մնացած ժամանակը ձուկ են բռնում, նետաձգություն են անում, պարսատիկ են կրակում, հա, արբալետ են կրակում, սար են բարձանում, արշավների են գնում, լողանում են, բացօթյա լողավազան ունենք, փրփուր Այդքան քարտ են անում, սահմանափակում ունեիք այդտեղ, հա։ այո, այո, ունենք։ Ինչ Ու տարիք երեխեք են, Հարություն։ մինչև 10
5 տարեկանների համար ենք մենք սահմանափակում Ինչ տարիքից է սկսվում։ 8-ից 8-ից 15 տարեկաններ։ Հա, ոնց որ ես կարևոր է էլի այդ կարգարկի մշակման տեսանկյունից հասկանալ որ թիրախային լսարանի հետ է, որովհետեւ նրանք իրենց Հա, բայց մենք ամեն հերթափոխին տարբեր ենք ունենում։ Մենք կարանք օրինակ AI-ի ուղղվածության երեխեքը, գիտեք ոնց է, 8 տարեկանին ու 15 տարեկանին առանձին նյութեր տալը շատ ավելի դժվար է։ Դրա համար մենք պետք է առանձնացնենք հերթափոխերը։ Օրինակ 8-ից մինչև 10-12 տարեկանների հերթափոխ պետք է ունենանք, որ իրանց AI-ը իրանց համար ծրագիրը հասկանալի լինի ու նույնպես հակառակը, ըստ այդմ ես կարծում եմ, որ կարևորը մենք հասկանանք, որ աշխատում ենք, կարևորը հասկանանք, որ համագործակցում ենք, դրանից հետո արդեն ամեն ինչ կկազմակերպենք, էլի։ Կնելի է։ Իսկ այս երկուսն, հա, այս երկու Չէ, գործունեությունը չէ, ամառը էլի կա։ էլի կա։ Ուրեմն նոր ոլորտ իմ համար, որ արդեն կես տարի է ուսումնասիրում եմ թրեյդինգը, կրիպտո շուկան։ Հա, Շատ հետաքրքիր է ինձ ինքը ու AI-ը այդտեղ շատ մեծ գործ կարա անի, կարծում եմ, չնայած AI-ներին, որ հարցնում ես, ասում եմ ես բիզնես խորհրդատու չեմ, ինձ հետևելով հանկարծ ինչ որ ներդրումներ չանես եւ այլն եւ այլն, բայց կարելի է AI բոտեր ունենալ, ստեղծել, որը որ շատ պրիմիտիվ սիտուացիաներում, շատ հանդիպող, շատ պրիմիտիվ, շատ կրկնվող սիտուացիաներում, այսինքն շուկան ինչ գործունեություն ծավալում է, հա, այդ իրա չարթը, հա, կարելի ասել, այսինքն ամենապրիմիտիվ տեղերը AI-ին սովորացնես, բոտին սովորացնես ինչ գործողություն անի, որ ամենանվազագույն ռիսկերով ամենամեծ հնարավորությունը ստանա։ Բոտեր կան հիմա, շատ կան ու շատ տարածված է այդ բոտ ստեղծելը, բայց ամեն մեկը ոնց որ բոտին տալիս է իր ձեռագիրը։ Հիմա այստեղ մեզ հարկավոր է, որ ինչ որ ֆիքսված բաներ մենք բոտին տանք ու ասենք, որ սրանից ավել դուրս չգաս սահմաններից, որովհետև ինվեստիցիայում պետք չի հանգարց հարուցինացիայի տակ որ ընկավ կավիրի կամ մարդկանց կաշիլյոկը ու պետք է հենց անենք, որ ամենա նվազագույն ռիսկերով էլի դա լինի։ Սենց այդ դրա մեջ եմ ուզում ես իրան ուսումնասիրեմ ու կարելի ասել այդքանը բիզնեսներից։ Էլի Ասում եմ հարցնեմ, հա, Հարություն ջան, իրականում ուզում եմ հասկանամ կրիպտո աշխարհում էլի հավանականության տեսությունով եք այդ ռիսկերը չափում, որովհետև ոնց որ եթե օրինակ բեթինգի տեսանկյունից այդ հավանականության տեսանկյունով կարելի է չաթբոտը եւ այլն ստանալ, կրիպտոյի դες այդքան էլ տեղեկացված չեմ էլի, ուզում եմ հասկանամ ոնց որ այդ ռիսկերը ոնց է համարվում։ Կրիպտոն առհասարակ ինքը գումարը բարձանում եւ իջնում է ինչից գնողների հավանականություն շատանալուց, հա, օրինակ առհասարակ եթե շուկան պատկերացնում եք ինչա, նո հեռախոսի վրա օրինակը բերենք, եթե iPhone 17-ը դուրս գալիս, iPhone 17-ի վրա լավ հենց չբերենք, բրենդի վրա չբերենք, X բանը բենզինը պահանջարկը շատ է բենզինի, բենզին քիչ են կարողանում ստանալ, ըստ այդմ բենզինի գինը բարձրանում է։ Բենզին առնողները սկսում են քչանալ, անցնում են հիմնականում էլեկտրոյի մեքենաները, բենզինը լճացում է տալիս, ըստ այդմ բենզինի գինը նվազում է, որպեսզի բենզինը կարողանան վաճառել։ Նույն ձևով կրիպտոյի մեջ ամեն ինչն է, հա, ըստ այդմ բիթքոինը, մնացած քոինները։ Երբ որ մարդիկ որոշեցին, որ ես ինչ որ մի X քոինը պետք է իրանք գնեն, ինքը դի բարձրանալու է։ Հենց մտածեցին, որ ինչ որ ինքը շատ լավ տեղ է հասել, արդեն կարելի է վաճառել, վաճառելու են, մնացածները տեսնում են, որ գինը ընկնում է։ Մի րոպե պետք է արդեն սկսենք վաճառել։ Վաճառում են մինչև այնքան հոգեբանություն է, էլի, մինչև հասնում են այնց կետ, որ ասում են, ստեղի էսի լավ կետ է, կարելի է ստեղից արդեն առնել։ Հենց սկսում են առնել, սկսում է ինքը մնալ նույն տեղում, կամ եթե շատ են առնողները, սկսում է բարձրանալ։ Այսինքն, այս ամեն ինչի հիման վրա, բայց շուկայում կան ակուլաներ։ Ակուլաները մեծ խաղացողներն են, որոնք որոշում են, երբ որ մարդիկ տեսնում են, որ էսի լավ գինը ստեղից կարելի է առնել, ակուլաները որոշում են, որ էդի չի լավ գինը ավելի ներքևում է ու իրանց ունեցած ամբողջը ծախում են։ Այն մարդիկ, ովքեր առել էին հենց այդ բանին, ակուլաները ծախում են, գինը միանգամից իջնում է ներքև, օրինակ կարող է մի 20-30%-ով, այդ մարդիկ կորցնում են իրենց գումարները կամ ստիպված արդեն մինուսով իրենց գործարքները փակում են,
Գինը հենց իջնում են 30%, ակուլաները, որ այսի լավ գին է, նորը տեղից առնում են ակուլաները, հետնում է վերև, այսինքն այդ ակուլաների ամենաուժեղը Թրամփն է, ամենաուժեղ մանիպուլյատիվ ու այսօր համար մեկ ինքը մանիպուլյատորն է այն բանով, որ նախագահ լինելով ինքը կարող է հելնի մի հատ թթու խոսք ասի ու ամբողջ շուկան կախի ներքև, հետո ասի լավ կատակ էի անում, ինչ մի տենց բան, բայց ինքը այդ դրա վրա ասենք մի քանի միլիարդ գեներացնի գումար։ Պատկերացրեցիք, Իրականում այդ հիմա ակուլաները այդ դրանից ռիսկեր կա բնականաբար այդ ես պաշտպանվելու։ մասը այդ ակուլաները ռիսկն են էլի, AI-ը Պետք է կարող ռիսկ կա, բայց շուկան շուկան քեզ հնարավորություն տալիս է։ Դու այսինքն ցանկացած գործարք բացելուց հնարավորություն ունես իրան ասելու, որ եթե գինը իջնի 2%-ով, դու կորցնես 2%-ով, փակի գործարքդ։ Ու եթե գինը բարձրանա 6%-ով, դու փակի գործարքդ։ Այսինքն ես հիմնականում աշխատում եմ 1:3-ին հարաբերակցությամբ, կորուստը լինում է օրինակ 2%, շահույթը լինում է 6%-ի չափով, ու եթե ասենք 5 գործարքի մեջ 10 գործարքի մեջ ես 5-ը շահած եմ դուրս գալի, 5-ը կորցրած եմ դուրս գալի, ես ունենում եմ մոտավորապես մի 10 անգամ ավել շահույթ պրոցեսների մեջ։ Այսինքն դու 10-ից 3 գործարքն էլ ճիշտ կռահես, դու 0 ես բանանում, իսկ եթե կռահելու բան չի, այսինքն զոնաներ կա, եկավ այս զոնայի վրա, ստեղից այս գործարքն է պետք բացել, եկավ այս զոնայի վրա, ստեղից այս գործարքն է պետք բացել։ Վերլուծություն է էլի ավելի շատ։ Այո, անալիտիկա է։ Այսինքն AI-ը ուսումնասիրի կոնկրետ այդ target-ից այդ նորությունները, հա, կոպիտ ասած։ AI-ը երկու AI ինձ թվում է պետք է աշխատի կամ մի AI-ը երկու ուղղությամբ պետք է աշխատի, մեկը որ հետևելն է շուկայում, ներողություն, սոցցանցերում մենք իրան օրինակ տանք ուղղվածությունները, keyword-երը, LinkedIn-ում, Twitter-ում ինքը անընդհատ նորություններ կարդա, որ հանկարծ եթե ինչ-որ մի նորության մեջ ինչ-որ մի բան տեսնի, միանգամից քեզ արձագանքի բուդիլնիկ խփի, ինչ-որ մի բան անի, որ ասի ստոպ, կանգնի կամ չգիտեմ, հենց էսի շատ կարևոր նյուզ է քո համար։ Հա, դա կլինի Թրամփի գրել, դա կլինի Binance-ի հիմնադիրի ինչ-որ մի տեքստ, այդ կլինի ինչ-որ, չգիտեմ, նորություն, ակցիա կամ ինչ-որ մի կրիպտո դուրս եկավ, չգիտեմ ինչ շուկա, այդ նորությունը, այսինքն նենց որ նորություններին համ դրական, համ բացասական միանգամից արձագանքի։ Իսկ մյուսը արդեն մենք իրան պետքա օրինակ տանք սովորացնենք, որ պրոցեսի վրա ինչ գործարք պետքա բացի, փակելն էլ դե ինքը իրան ավտոմատ պետքա ծրագիրը փակի, ոչ թե ինքը պետքա սպասի, որ փակի, կարող է սպոյտա չփակի, դու գումարդ կորցնես ամբողջությամբ։ Պետքա բացի միանգամից տեղերը դրած, այստեղ take անելու, այստեղ stop անելու։ Այսինքն գումարը այստեղ կորցնելու, այստեղ ավտոմատ բացվի։ միանգամից պայմաններով պետք է ինքը մտնի գործարք։ Դա ամենա ապահով trade անելու տարբերակն է։ Ստեղ ուղղակի լավ անալիտիկա է պետք։ Ես հարց ունեմ, Հարություն, տեխնիկական առումով էլի մի քիչ պատկերացեմ, դրա համար իրան ձեր account-ներին հասանելիություն է, չէ՞ պետք է այդ բaragայում կոնկրետ ձեր անձնական account։ Հա, okay։ API-ները, Binance API-ները է տալիս։ Ես Gemini-ին հարցրեցի, Binance-ը Python ծրագրավորման լեզվով բան է տալիս, API-ներ է տալիս, այնտեղ ծրագիրը գրում են ու ցանկացած պահի քո բոտը կարող է աշխատի։ Այսինքն քո բոտը ավտոմատ կարողանում է գործարք բացի փակի։ Okay, Նարջան, դու ես մասը հարցերնես, ես անկեղծ իմ համար մի քիչ նորություն է, այդպես պետք է մարսեմ էլի ինֆորմացիան իջի research անեմ, բայց նայրին կարող ավելի տեղեկացված է, էլի, չգիտեմ։ Չէ, research կանենք Binance-ը ես էլ լսել որ API ունի, вообще հիմա այդքանի գիտեմ էլի, որ զուտ API ունի, բայց եթե ունի, всё, այդ արդեն հերիք է։ Նույն այդ API-ը թույլատվություն է էլի, ես տալի բացել գործ։ Դա ճիշտ ասած ծրագրավորողների գործ է, 1000 ներողություն էլի, 1000 ներողություն մի հատ։ Հազար ներողություն։ Այդ հիմնականում ծրագրավորողներն են բոտ գրում, բայց ինձ թվում է AI-ին որ ասես քո կոդը կգրի էլի, լավ, այս պահին արդեն կարողանաս prompt-ը տաս։ Չէ, մեր տեխնոլոգիական թիմը կոդն էլ է գրում էլի, մենք ծրագրավորողներ ենք սաղս,
Համ հա ավտոմատացում ենք անում, համ կոդով, համ առանց կոդ, էլի ավտոմատացումներ ենք անում։ Այդ չէ հարցը ոնց որ հնարավոր է թե չէ նա, էլի։ Եթե բայնես դիտված API թույլատվություն է տալիս ինչ որ գործարք բացել, փակել, ուրեմն всё հնարավոր է։ Իսկ ինչ ավտոմատացումներ եք անում առհասարակ, որ ես ձեր iCase բանի Telegram-յան էջը ամենապրիմիտիվ որ բացատրել եք, այդ տեսել են գնում է գալիս է Claude text-ն կազմում, ენი view-ն կազմում, ენი են անում, այդ տեսել եմ։ Հիմա իմ բիզնեսները նայելով օրինակ ես գիտեք ոնց է, ինձ թվում է մի քիչ ավելի շատ պետք է խորանամ, եթե սովորելու բան կա AI-ի հետ կապված, ես կուզեմ սովորեմ։ Ինչ որ չգիտեմ, iCase բանի ինչեր ունեք, որ կարելի է նայել, վերցնել, մի հատ ժամանակիս հետ հասկանամ, որը կարողանամ համադրեմ։ Ինձ հետաքրքիր է AI-ը, որովհետև ես եմ որ մի բիզնես չեմ վերցրել դրանով անում, կարծում եմ թե արդեն պատկերացրել եք, ինչը որ պահին որ հասկացա, որ ինձ հետաքրքիր է, հենց դրանով ես զբաղվում եմ։ Դրա համար հիմա AI-ը դրա համար շատ ուզում եմ ուսումնասիրեմ, որովհետև կարող է շատ բիզնեսներ լինեն, իրանք չկարողանան ռեստավրացիա անեն, ուսումնասիրություն անեն կամ չգիտեմ ոնց որ AI մոդիֆիկացիա անեն, ես վերցնեմ, հա, օրինակ, այդ դրա լուծումը գտնեմ ու որտեվ իմ շրջանակն էլ է մեծ բիզնեսմենների ու ինձ ավելի բանա թե ինչ հետաքրքիր բան կարամ, ինչ հետաքրքիր արժեք ես կարամ ստեղծեմ, էլ։ Հա, հասկանալի է։ Դե մենք ի սկզբանե ոնց որ երկու բլոկ ունենք, կամ այդ կրթականը, կամ այս ավտոմատացումները։ Հիմա ավտոմատացումները, քանի որ իրենք տարբեր բիզնեսներ են, մի քիչ խոսացինք, այնտեղ ֆոլովերներին target անել, կրիպտո բանանել, բայց ես ուսումնասիրել եմ մի հատ Discovery call-ա պետք, որ սաղ պատկերացնենք էլի ինչ կա չկա ավտոմատացնելու, իսկ այնտեղ լիքը բաներ կա։ Ավտոմատացման օրինակներից մի 2-3 հատ ասեմ մեր վրա, մենք օրինակ մեր աշխատանքում task management համակարգ ունենք Slack բան, սոցիալական այդ բանը, ծրագիրը, Messenger-ը էլի կարճ ասած, որտեղ մենք շփվում ենք։ Բոտեր ունենք, ամեն օր մենք մեր update-ներն ենք գրում արած գործերի, բոտեր ունենք, որ հետևում են այդ update-ների ֆորմատը, որ ճիշտ լինի, հետևում են, որ բոլորը update-ներ տված լինեն։ Հետո ամեն շաբաթ հավաքում են մարդու ամեն արած գործերը, sense մի հատ summary են անում ու ասում են, այս թիմը այս գործ, այս հաջողություններն ա ունեցել այս շաբաթ, Դա մեծ թիմերի համար թույն է։ Մեր մոտ մեծ թիմ չկա։ Այսինքն սպորտային ակումբում մենք ունենք մի հոգի social media marketing-ի մասնագետ, մի հոգի administrator վաճառքի մասնագետ, երկու բան իրանք կարողանում են անեն։ Արուջան, եթե ոնց որ ընդհանրական նայենք, ինձ թվում է ոնց որ եթե դուք եք բիզնեսի նախաձեռնողը, երևի թե լավագույնը ոնց որ ձեզ համար անհատական կրթությունն է, ես տենց եմ կարծում, էլի, եթե այս բaragam հատկապես գուցե նաև outsource անում եք որ տարբեր մարդկանց, բայց այս բaragam երևի թե ձեզ համար կարանք հանգիստ առաջարկենք երկու տարբերակ ունենք այս բանին, մեկը AI business transformation course-ն է, որ միայն բիզնեսմենների, կազմակերպության ղեկավարների համար է նախատեսված, ինքը ձեզ հնարավորություն տալիս A to Z պատկերացնել բիզնես process-ներում, ամենատարբեր process-ներում, ընդհանուր մարքեթինգ կլինի, project management կլինի, հա, վերլուծություններ, շուկայի եւ այլն, ընդհանուր միջև ոնց որ vibe coding, որ հորիզոնալին է տալիս, ոնց որ այդ process-ների մեջ ոնց որ AI-ը ոնց է ներդրվում, ինքը ինչպես տեսական, այնպես էլ գործնական, այսինքն տեսականը սովորում եք, ընթացքում նաև մինչև 20 հոգանոց էլի խումբը լինելու, ավել չունենք, սեպտեմբերին էլ ենք այդ կուրսը ունեցել, միայն կազմակերպությունների ղեկավարներն են գալիս, նստում այդ ամեն ինչը սովորում են, թե AI-ով այս ինչ գործընթացների բիզնեսում ոնց է տեղի ունենում, ու որտեղ կարելի է ներդնել ընդհանրապես AI-ը օպտիմալացման տեսանկյունից process-ների։ Մյուսը արդեն մենք ունենք AI automation կուրսը, սա արդեն ոնց որ բաց հայտարարություն է, այսինքն ովքեր որ ցանկանում են կարող են միանալ կուրսին, բայց էլի օֆլայն կուրս է։ Սա Ոսպես ասեմ, չնայած ձեր բaragam, ոնց որ ես տենց եմ կարծում, որ այս ավտոմատացման կուրսը այնքանով առուսյալ, որ ինքը նաև ֆինանսական բլոկի վերլուծությունները, ավտոմատացումները, HR-ական կոմպոնենտը, հա, նույն ինքը chat-bot-երի հետ կապված աշխատանքը, ոնց որ դուք ինքներդ այսինքն կարաք chat-bot-ը ստարկեք, ներդնեք ձեր կազմակերպության մեջ եւ այլն, հա, գուցե ինչ որ մի բան հատկապես այդ մեդիայի հետ կապված ընթացքում որ ասում եք, էլի սկզբում այն խնդիրը որ ձևակերպում եք գուցե մեր ներդրման անհրաժեշտությունը լինի, բայց դրա շարունակականությունը, ոնց որ դուք ինքնուրույն իրականում կարող եք ապահովել, էլի հաստատ ավտոմատացման դասից հետո իրենք օֆլայն դասընթացներ են, շաբաթական 3 օր են լինում, երեկոյան ժամերին 2 ժամով, բայց արդյունքի տեսանկյունից միանշանակ ձեր համար ոնց ամբողջական պատկերացում կազմելու ավտոմատացումները ոնց ինչ արվում է, որտեղ ու ինչպես կարամ ներդնեմ եւ օգտագործեմ, սա այդ
ճիշտ AI-ի հետ շփվելու ձևից ընդհանուր միջև ավտոմատացում հստակ ինչ-որ բան AI agent ստեղծելու process դες ամբողջական ապահովում ենք էլի։ Այս երկու Քանի կուրսը ամիս է ես տևում։ կարծում եմ AI business transformation-ը 24 ժամ է, ինքը ոնց որ նոյեմբերի 10-ից հիմա սկսում ենք մինչև դեկտեմբերի 5-ն է, դեկտեմբերի 5-ը ներառյալ շաբաթական 3 օր, ինքը 12 դաս է լինելու, այն մյուսը 10 դաս է, ավտոմատացման դասընթացը նոյեմբերի 19-ից ենք սկսում, դեկտեմբերի 8-ին վերջանում է, այն շաբաթական 3 դաս։ Երեկոյան ժամերը ժամը 7-ից 9-ը։ Օրերը կա։ Հա, իհարկե կա։ Օրերն է կա արդեն։ Կասեք երկու Այո, շաբթի անպայման։ շաբթի ուրբաթա, թե օրը մեջով է, հա, ոնց հասկացա։ Հա, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ։ Okay, կմտածեմ։ Արժեքներն էլ խնդրեմ ինձ ասեք։ Դուք Վանտաշյան ակումբի անդամ եք, չէ՞։ Այո։ AI business transformation կուրսի համար ոնց որ ձեռքբերած AI ստական արժեքը 430,000 դրամ է, 24 ժամը, ձեռքբերած արժեքը լինում է 310,000 դրամ, եթե ես ճիշտ եմ հիշում, 30% ձեռք ենք տրամադրում։ Իսկ մյուսի արժեքը 400,000 դրամ է, մենք ուղղակի մեր կողմից 20% հավելյալ ձեռք ենք տալիս, մասնակցի 320,000 է։ Հայ, okay, այդ okay, խնդիր չի։ Ես ամբողջական ինֆորմացիան դες կուղարկեմ, էլի, ոնց որ համ կրթակարգը, համ ոնց որ ինչ է դες անում, ինչ եք սովորելու արդյունքները եւ այլն, սա։ Շատ լավ, իմ WhatsApp-ին ուղարկեք, հարմարացնեմ իմ մոտ երեկոյան ժամերը սպորտային ակումբումս, քանի որ ես ինքս մարզիչ եմ եղել, հետո է դարձել ինքը բիզնես, մի խումբ մնացել է, որը պրոֆեսիոնալ սպորտսմեններ են։ Ու ես այդ իրանց մարզման ժամանակ պետքա ներկա լինեմ պարտադիր։ Հիմա պետքա հասկանամ ոնց եմ կարողանում հարմարացնել էլի այդ ամեն ինչի հետ։ Հենց երեկոյան ժամերն է 7-ին է պարապմունքը իրանց։ Պետքա հասկանամ ոնց եմ հարմարացնում ու դեռ այդ կապի մեջ լինեմ։ Շատ լավ։ Եթե զանգից հետո ամեն դեպքում մանրամասները ձեզ անպայման կուղարկեմ։ Կփորձենք ձեզ առաջարկը ներկայացնել այն տեխնոլոգիական մասով, որը ոնց որ ուզում եք, դե քոլից հետո դա անմիջապես չեն կարող անել adversary չկանենք անպայման, մյուս շաբաթվա ընթացքում կփորձենք ոնց որ նայելու հետ ձեզ հետ գալ նաև այդ մասով ու հստակ առաջարկ ներկայացնել, եթե ինչ-որ հավելյալ discovery կարիք կլինի, ոնց որ դա էլ կնշեմ ամեն դեպքում։ Շատ լավ, դուք տեսեք ինչով կարաք ինձ օգնեք, սա մանրամասն ինձ ասեք, հասկանամ այդ կրթությունը կարողանանք անենք թե չէ, մնացած մասով էլ ինչը կարողանանք, խնդրում եմ ինձ ասեք ու կապի մեջ լինենք։ Դեռ ժամանակ ունենք, նմանապես շատ հաճելի էր, պես կես ժամը շատ խելացի մարդկանց հետ շփվելու համար շատ քիչ է, դրա համար ես Նայիրին ասել եմ, որ ես իրան պետք է հրավիրեմ սուրճի, գոնե ամիսը մի անգամ, ինքն էլ համաձայնվել է, չէ՞ Նայիրի ջան։ Հա։ Սա պայմանավորվել ենք։ Դե շատ հաճելի էր, ապրեք շատ։ Արդեն կապի մեջ կլինենք, Նայիրի ջան, ես քո համարը ունեմ։ Իմացի որ զանգելու եմ, 1000 ներողություն ձեր անունը ինձ կասեք։ Զեփյուր ջան։ Զեփյուր ջան, եթե դուք էլ կմիանաք մեր սուրճ խմելուն, մեծ սիրով ձեզ էլ եմ հրավիրում։ Շնորհակալություն։ Նայրին ձեզ կտեղեկացնի արդեն։ Շնորհակալություն, շատ հաճելի էր, ձեր ժամանակի շատ չխլեմ, հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Նայրդյան մենք 12-ին էլ քոլում ենք, թե։ Ես Ես սպասում եմ անգամ ցա, սպասում եմ չմնանք զանգեմ, հա բան հրանդին կասեմ կարազնացի։ Կայք ես անջատեմ յասնեմ։ Հա